օբյեկտիվ անկախ քննության կարևորությունը ես ինքս եմ մատնանշել բոլոր տեսանկյուններից, այսինքն ինքը միջադեպը միանշանակ պետք է դառնա քննության առարկա, ընդ որում կապ չունի թե ում գործողությունների մասին է խոսքը, բնականաբար յուրաքանչյուրի գործողությունը պետք է դառնա քննության առարկա, եթե անվտանգության աշխատակցի կողմից կիրառված ուժի համաչափության հետ կապված խնդիրներ կան, դա ևս պետք է դառնա քննության առարկա։ Կան խնդիրներ միջադեպի դիտարկմամբ։ Ես բնականաբար գնահատական տվող չեմ, որովհետև ես չեմ քննություն իրականացնող մարմինը, բայց եթե կան կասկածներ եւ եթե կան մտահոգություններ միջադեպի ժամանակահատվածում ուժի կիրառման համաչափության հետ կապված, դա պետք է դառնա քննության առարկա, ինչպես միջադեպի մնացյալ բոլոր կան թե առանց եթեի կան, թե եթեով կան։ Կադրերում տեսնում ենք, որ կան։ Բազմաթիվ տեսանյութեր են տարածվել եւ մարդիկ էլ բարձրաձայնում են, դրա մասին, այսինքն ինքը անձը կամ չգիտեմ անձն է թե նրա պաշտպանական թիմն է, ամեն դեպքում մարդիկ բարձրաձայնում են դրա մասին, հետեւաբար դա պետք է դառնա քննության առարկա։ Այո, դեպքը պիտի դառնա օբյեկտիվ եւ անկախ քննության առարկա, բայց արդյոք կալանքը որպես խափանման միջոց այս իրավիճակում պետք է կիրառվի թե ոչ, հաշվի առնելով նաեւ անձի հետ կապված տարատեսակ խնդիրներ, առողջական վիճակով պայմանավորված եւ այլն, դարձյալ ես դրանք չեմ բարձրաձայնում, որովհետև ես վստահ չեմ, որ անձին կուզենան բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակային լինել։ Համատեղելի է կալանքը նրա ունեցած։ Չէ, չեմ կարող հիմա ասել, կներեք, որովհետև դեռևս առողջական խնդիրներ միանշանակ անձը ունի, որովհետև փաստաթղթերի ուսումնասիրությունից համենայն դեպս նախնական ուսումնասիրությունից, ես հիմա վերջնական եզրահանգումներ չեմ ուզում անել, առողջական վիճակի հետ կապված մտահոգություններ, այո, կան, բայց վերջնական եզրահանգում արել այն մասին, թե արդյոք դա կալանքի հետ համատեղելի է թե ոչ, ես բնականաբար հիմա չեմ կարող անել եւ դրա համար նաեւ մի այսպես ամփոփ գաղափար պիտի ասեմ, ինչու ես մտահոգությունների մասին խոսում առնվազն ազատությունից զրկման ձևով խափանման միջոց կիրառելու հետ կապված, այդ թվում առնվազն նկատի ունենալով թե անձի առողջական վիճակի, թե տարիքի, թե կրթության իրավունքի երաշխավորման հետ կապված մի շարք հանգամանքներ, որոնք առնվազն մեր կողմից եւս հիմա այս փուլում ուսումնասիրության ընթացքում են եւս չխախտվել է։ Չխախտման մասին չենք խոսում այս պահին, որովհետև կրթության իրավունքի երաշխավորման ուղղությամբ թե մենք ենք այս պահին տարբեր քայլեր ձեռնարկում, թե նաեւ տեղեկացված ենք, որ քրեակատարողական ծառայությունը ինքս եւս այս փուլում քայլեր է ձեռնարկում, այսինքն այս դիտանկյունից խոսել այն մասին, որ անձի կրթության իրավունքը խախտվել է, բնականաբար չենք կարող, բայց այսպես կարևոր է երբ որ նա կալանավորված է, նրա ուսուցումը ինչպես է լինելու, այնտեղ է կազմակերպվում։ Դա ինչպես կազմակերպվում է մնացյալ այլ կալանքի տակ գտնվող անձանց պարագայում հիմնականում անչափահասներն են լինում, երբ կրթության իրավունքը երաշխավորվում է քրեակատարողական հիմնարկում